Սփյուռքի նշանակությունն ու դերը Հայաստանի կյանքում իշխանության եւ ընդդիմության միջև բանավեճի առիթ են դարձել։ Իշխող քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները քննադատում են ուժեղ Սփյուռք, ուժեղ Հայաստան թեզը, մինչդեռ ընդդիմությունը հիշեցնում է, ուժեղ Սփյուռքը մշտապես կարևոր դեր է ունեցել երկրի զարգացման գործում։ Բանավեճը նոր քաղաքական նշանակություն է ստացել 2026 թվականին, երբ սփյուռքահայ գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանը հիմնադրեց ուժեղ Հայաստան կուսակցությունը, որը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում դարձավ իշխող քաղաքացիական պայմանագրի հիմնական մրցակիցը։ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների պետական ձևաչափը փոխվեց 2019-ից, երբ լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, որին փոխարինեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ Հետագա տարիներին փոփոխությունները շարունակվեցին նաև Սփյուռքի քաղաքական մասնակցության եւ Հայաստանի հետ իրավական կապերի ոլորտներում։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո փոխվեցին ընտրական կարգավորումները, ինչի արդյունքում Հայաստանում առնվազն 1 տարի մշտապես չբնակված քաղաքացիները զրկվեցին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Իշխանությունները նաև առաջարկում են փոխել քաղաքացիության տրամադրման կարգը, խստացնելով ազգությամբ հայերի համար Հայաստանի քաղաքացիություն ստանալու պայմանները։ Կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրով քաղաքացիական պայմանագիրը նախատեսում է շուրջ 8 միլիոնանոց Սփյուռքի հետ հարաբերությունները կառուցել մասնագիտական եւ երիտասարդական խմբերի հետ համագործակցության ձևաչափով։ Նախատեսվում է նաև Հայաստան-Սփյուռք համաժողով անցկացնել եւ դրա շրջանակում հաստատել հետագա համագործակցության ծրագիրը։ Միևնույն ժամանակ իշխանությունները Սփյուռքի հետ համագործակցության նոր ձևաչափում հայ առաքելական եկեղեցին չեն դիտարկում որպես հիմնական գործընկեր։ Սա այն դեպքում, երբ բազմաթիվ երկրներում հենց եկեղեցու շուրջն են ձևավորված հայկական համայնքային կառույցներն ու դպրոցները։ Armenia Today-ը հարցրել է Երևանի բնակիչներին, ինչ են նրանք մտածում Սփյուռքի դերի եւ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։ Հայկական խմբավորումները, ոնց որ մենք տեսնում ենք ինչպես են աշխատում Սփյուռքում, ավելի ուժեղանում են, ավելի ամրապնդվում են։ Երբ փոխ լրացնում են իրար, էլի։ Ուժեղացնում են։ Սխալ են արել, որ Սփյուռքին հեռացրել են։ Կա կարծիք իշխանական падգամավորի կողմից, որ Սփյուռքը կարող է թուլացնել Հայաստանին։ Բոլորն էլ նույն ձև են մտածում թուլացնել Հայաստանը։ Ով այսինքն։ Բոլոր դեպուտատ ԿՊՀ-ականները իրանց ղեկավարի միասին։ Իսկ ինչպիսին են հիմա Հայաստան-Սփյուռք հարաբերություններն ըստ ձեզ։ Թույլ է։ Ես ապրում եմ Իսպանիայում մի քանի տարի, ընդհանրապես Երևանից եմ։ Այնտեղ ունենք փոքր, բայց շատ ուժեղ հայկական համայնք, մի քանի դպրոցներ ունենք հայկական։ Բոլորը շատ են սիրում Հայաստանը եւ միշտ ձգտում են գալ։ Ես հարաբերությունների զարգացումը ավելի շատ պատկերացնում եմ որպես իմ նշած ձևով, օրինակ, չգիտեմ, իրավաբաններ ունենք նույն Բարսելոնայում, ովքեր պոլիտիկների հետ ուժեղ կապեր ունեն եւ նույն նախկինում Արցախի հարցի հետ կապված եւ այլ հարցերում եւս այժմ շարունակում են նպաստել հարաբերություններին ուժեղացմանը, ավելի շատ ես այդպես եմ տեսնում, ոչ թե միայն գալ, այստեղ, չգիտեմ, ռեստորաններ գնալ եւ այլն։ Հիմա կարծեմ, որ ծրագիր չկա Սփյուռքի նկատմամբ։ Կարծեմ, որ պակաս է բանը եւ նաեւ եթե կգործենք, որ մեկ ասկենք, ուրեմն Սփյուռքը եւ Հայաստանը պետք է համագործակցի դարբեր տեսանկյուններով, լա մշակույթով, լա դնդեսական կետնի վրա ես կհիշեմ, որ գար նախարարություն Սփյուռքի, որ ադիգա հիմակոյություն չունի եւ ադիգա խորհրդանշական կարեւորություն մգրնա ունենալ, բայց ոչ չենք տեսնել ասել։ Իշխանական падգամավորն ասել է, որ Սփյուռքը կուժեղանա, եթե Հայաստանից արտագաղթեն այնտեղ։ Այդ դեպքում էլ Հայաստանը կթուլանա։ Համամիտ եք ես մտքի հետ։ Զո ինչ խելացի խոսք է ասի։ Ոչ, համամիտ չեմ, ոչ։ Նորեն ասեմ, մեկ ասկ, մեկ ժողովուրդ, աս է մոտեցումս։ Նաև կարծիք է հայտնել, որ եթե սփյուռքահայերը ուզում են օգնել Հայաստանին, կամ պետք է գան այստեղ բնակվեն, հարկեր վճարեն այստեղի քաղաքացիների նման, կամ պետք է Սփյուռքից հեռախոսով զանգեն իշխանությանը եւ ասեն ինչպես օգնենք Հայաստանին։ Համամիտ եք, որ միայն այս դիտարկմամբ պետք է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները զարգանան։ Չէ, շատ ճամփաներ կան ասոր համար։ Մեկ ծև չի գա եւ ամեն ծևերը ամեն ճամփաներ գարձեն որ ներդրում կբերեն մեզի իբրև ասկ նորեն ասեմ իբրև Հայաստան եւ հայրենիք
Ես ուզում եմ, որ Հայաստանը չդատարկվի։ Այդ առումով ես պետական այդ ծրագրերին աջակցում եմ, բայց նույնպես եմ կրկնում, դա ուղղորդել 100-150 տարի առաջ Հայաստանը լքած կամ առհասարակ այդպիսի մենք գիտենք իս ցավալի ձևով ձևավորված սփյուռքին անհեթեթություն է։ Ուրեմն ես սենց եմ ասում, ոչ մի երկրի հայ այդ երկրին պետք է ոչ մի բարիք չտա։ Եթե բարիք ունեն, թող գան Հայաստանում այդ բարիքը տան մեզ, մենք հզորանանք, որպեսզի աճուձախ ոչ մեկ չկարողանա մեր հետ ավել պակաս կամ թարս խոսի։ Մենք ի վիճակ ենք հզորանալու, եթե իհարկե կառավարությունը այն հզոր մարդկանց, այսինքն լավ գիտնականներին տեղ տա։ Для спюрка, мне кажется, это мое мнение, Армения это как, вы знаете, гнездо, в которое можно прилететь и улететь. А деньги зарабатывать, как моя подруга говорит, я, говорит, сюда приезжаю удовольствие получать, а деньги я зарабатываю в Нью-Йорке. Вот. Вопрос, будет этот спюрк вкладываться в Армению. Если спюрк будет вкладываться в Армению, это будет очень хорошо. Но если спюрк будет приезжать, зарабатывать там, а здесь тратить свои большие деньги, армянам будет плохо. Потому что и недвижимость будет дорожать, и рента будет дорожать. Так и случилось, когда русские приехали в 22 году. Это неотъемлемая часть нашей жизни должна быть. И те люди, которые хотят, чтобы этого не было, это будет еще страшнейшая ошибка для нашей нации. Իսկ հիմա ինչպիսին են Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունները։ Пытаются сделать их нехорошими. А куда это ведет? Это ведет к краху Армении. Այդ բարբաջանքները, որ ազգային ժողովում լսվում են, դա մի պարզ բան ունի, բոլոր կարևոր ազգային համահավաք կառույցների վրա հարձակվում են, հերթը Սփյուռքին է, ոչ մի զարմանալու բան չկա։ Եկեղեցի, որից միշտ Թուրքիան վախեցել է, այսպես ասած, մեր ազգի ամրության, մեր ինքնության կարևոր գրավականը, չէ՞, մեր հավատքի, մեր հոգևորությունը, Արցախը, ցեղասպանությունը, հերթը Սփյուռքն է, ոչ մի զարմանալու բան չկա։ Մենք լրի միահամուռ ուժերով պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ամեն ինչը։ Այսօր Սփյուռք-Հայաստան հարաբերությունները ինչպես եք գնահատում։ Հիմա չեմ կարող ասեմ, դե այսքան բաներ ա կատարում, հնարավոր է որ այն չի։ Պարակտումները, քայքայումները շատ է։ Իշխանական падգամավորն ասել է, որ Սփյուռքը կարող է թույլատրել Հայաստանին։ Համամիտ եք։ Ոչ, ես դեմ եմ լրիվ։ Միշտ էլ Սփյուռքից է եկել ամենագլխավոր մեծ օգնություններն էլ, ամեն ինչն էլ։ Սփյուռքը քիչ բան չի արել հայ ժողովրդի համար։ Ես թվում է պետք է ուժեղացնել։ Իսկ ինչպիսին են հիմա Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունները։ Լավ։ Իհարկե կարող է ուժեղացնել, բայց ի վիճակի չէ։ Ինչու՞։ Որտեղ մենք ճիշտ չենք վերաբերվում։ Խաբեություն, ստախոսություն, որը շատ է արմատացել մեր երկրում։ Այստեղ էլ է հարկավոր այնպես անել, որպեսզի մարդը կարողանա ապրի։ Մարդը այստեղ չի կարողանում գոյատևի, ոչ Սփյուռքն է մեզ խանգարում, ոչ էլ օգնելուց բացի, այսինքն ես չեմ տեսել, որ խանգար են։ Կարծում եմ ուժեղացնում է, բնականաբար, որովհետև շատ օգնում է եւ ֆինանսապես, եւ ոգեղեն առումով։ Այդպես եմ մտածում այս պահի դրությամբ։ Կարծիք էր հնչել իշխանական падգամավորից, որ Սփյուռքը կարող է թույլատրել Հայաստանը, եթե Հայաստանից գնան եւ այնտեղ բնակվեն։ Համամիտ եք այս հարցում։ Եթե Հայաստանից գնան, բնականաբար այո։ Ինչի համար գնան։ Հակառակը ես 6 տարի ապրել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու վերադարձել եմ Հայաստան, որովհետև այլ կերպ ուղղակի չէի կարող, այստեղ եմ ես պետքական, այստեղ եմ լավ եւ այլն։ Սփյուռքը լայն հասկացողություն է, չես կարող ասել միանշանակ պատասխան։ Իսկ համամիտ եք, որ Սփյուռքը կարող է թույլատրել Հայաստանին, որովհետև այդպիսի կարծիք հնչել է։ Մի կողմից այո, մյուս կողմից ոչ։ Եթե մենք ուժեղ լինենք, Սփյուռքը չի կարող թույլատրել։ Չէ, չի թույլատրի, հակառակը ավելի մեր Հայաստանի տուրիստական հոսքը ավելի լավ է մեր համար։ Ուժեղացնում է։ Կարծիք է հնչել, որ կարող է թույլատրել, եթե Հայաստանից գնան եւ այդտեղ Այդ բնակվեն։ Նիկոլի դրուկներն է։ Թուրքի տարբերակ է Նիկոլը։ Իսկ այսօր Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ինչպես են զարգանում։ Շատ դանդաղ։ Առաջին անգամ եմ լսում, որ Սփյուռքը կարող է թույլատրել։
Նաև ասել են, որ եթե Սփյուռքը ուզում է օգնել Հայաստանին, կամ պետք է գան այստեղ բնակվեն, զանգեն ասեն կամ էլ ինչով օգնենք Հայաստանին։ Լսել եմ, տեղյակ եմ, բացասական եմ վերաբերվում, լրիվ բացասական։